լավ, դուք ոնց եք։ Դեկտեմբերին ենք ավարտել։ Մարզադահլիճ ունի։ Արդեն կարևորն է նա, որ այդ բանի ճիշտ տեղը գտել եք։ Այս տեսախցիկները իրանք ընդհանուր անվտանգության համակարգ են, հա։ Բարև ձեզ։ Դեռ չի գործում ճաշարանը։ Հա, սարքերը պետքա գան հասնի։ Շատ լավ։ Բայց հիմա բոլոր պայմանները փոխվում կա, այսինքն Այս աթոռները շատ լավ են, հա։ Իրանք դիմաց ունել են, ենթադրում եմ հարմար էլ պետք է լինի։ Այո։ Բարև ձեզ։ Մենք ճանապարհին երևի ձեր աշակերտներին տեսանք, չէ՞։ Բարև ձեզ։ Ամեն դեպքում չկա չէ ուրիշ դպրոց գյուղում։ Երեխեքին տեսանք, հա, բայց ճանապարհին մենք աշակերտները շփվեցինք։ Նոր են համակարգիչները։ Արմատն է, հա։ Շատ լավ։ Պրոյեկտորը կա։ Բարև ձեզ։ Ուղղակի դասասենյակ, որ դասարանի դասասենյակն է։ Աջակցության սենյակը։ Այս լույսը, հա։ Այսինքն սենց։ Հատ չի։ Աջակցության սենյակ ասելով ինչ նկատի։ Բա այսքան շատ նստարանների կարիք կա։ 13 աշակերտ է սպահին, կրթության առանձնատու։ Ահա, շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այդ սա տարական դասարանների հատվածն է, հա։ Երեխեքը ուր են պայուսակները տեղում են։ Հա, այստեղ։ Բարև ձեզ։ Այսքան աշակերտ կա։ Շատ լավ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ նաև որ լինի տեղանոցն ավելի շատ տարածք։ Հա, չէ, հասկանալի։ Ոնց ենք շարունակում։ Հա, չեն արտագրում, իրարից չեն արտագրում, ինտերնետից են նայում։ Ես ինչքան, բարև ձեզ։ Սանհանգույցը։ Աստեղի զուգանակոնքերներ են, ավելի լավ են։ Բաններ, լվացանակոնքերներ են լավը։ Բարև ձեզ,
Քանի աշակերտ ունեք։ Շատ լավ։ Վայ, երեխեք կան։ Բարև ձեզ երեխաներ։ Նստեք, ո՞նց եք։ Նստեք, որ դասարանն է, բարև ձեզ։ Երրորդ։ Երրորդի A։ Ինչքան ժամանակ է, որ արդեն այստեղ եք դասի գալիս։ Մի ամիս։ Բա որտեղ եք առաջ գնում դա։ Էդ ինչ ես արել ձեռքդ։ Ինչի հիմա լավ ես, բայց շատ լավ։ Ձեզ դուր գալիս է ձեր նորոգված դպրոցը։ Շատ լավ է, շատ ապրեք։ Ահա, նորոգումը փչացրի արումա։ Ոչինչ։ Բարև ձեզ։ Նստեք։ Լավ եք։ Լավ եք, ով է ձեր դասանի չեմպիոնը շախմատի, ով է։ Բոլորին հաղթում ես։ Հա, ճիշտ է ասում։ Բա ով է հիմա խնդիր դրե, որ այնքան լավ խաղա, որ իրան անունդ ինչ է։ Ապրես Հովհաննես։ Իսկ ուրիշ տեղ էլ ես շախմատի գնում, թե մենակ դպրոց։ Ուրիշ տեղ էլ ես գնում, շախմատի խմբակ գնում ես, թե չէ։ Ստեղ ես պարապում։ Բարև ձեզ, ձեր աշակերտն է, այսինքն։ Ինչ որտեղ է հաղթել։ Տեսեք։ Բոլորդ է կարող եք գնալ Եվրոպայի առաջնություն։ Շատ լավ է։ Ձեզ դուր է գալիս, այստեղ ավելի լավ է, չէ՞ պարապելը։ Ինչքան ժամանակ է տևել նորոգումը։ Շատ լավ։ Շատ լավ է։ Այդ լավ է, որ սկսել ենք ժամկետից շուտ էլ ավարտել։ Սովորաբար ուշ ենք ավարտում։ Հա։ Հա, լավ, հա, ոչինչ, այդ խոհանոցայինը, այսինքն շուտ ենք ավարտել, դրա համար տեղ ինչի խոհանոցայինը։ Բայց դա ավելի լավ տարբերակ է, քան թե բերում ենք գույքը պահեստավորում 6 ամիս մնում է։ Հիմա գոնե համոզված են, որ գույքը պահեստում չի մնա, երբ որ հասնի միանգամից կգա իր կիրառման կետ։ Տեսանք։ Իսկ ինչ վիճակում էր նորոգումից առաջ դպրոցը։ Դե այդ մեր սկզբունքը չի, որ մտնելիս ամեն ինչ փոխում եք։ Բադ բեմ չի։ Հետևը սենյակ էլ ունի, բեմի սենյակ։ Հիմա այս աթոռները սենց իրարից ոնց են առանձնանում։ Հա, միակ դիտարկումը սենա, որ գույն է, էլի մի քիչ ավելի վառ գույն թողը լինի։ Էլ չեմ ասում, կարա գույները մեկու մեջ լինի եւ այլն, որ էլեկտրոնային դաշնամուրը տեղում է, թենիս սեղանը ստեղ եկանք ուր։ Եկանք սպորտ դահլիճ, հա։ Թենիս սեղանը տեղում է, հեծանիվները։ Դպրոցը ուզում է այս դահլիճը օգտագործի էլի որպես սպորտ դահլիճ։ Ծաղիկները ստերից ուզում են հանեն։ Դե դպրոցը պետք է որոշի։ Մի րոպե, ստեղ ինչ է։ Հա, պայս ված չի էլի։ Հա, բա իհարկե, պայս որպես շատ լավ է։ Շատ լավ է։
Թենիսի սեղանը կա։ Յա, էս ինչա, սենց բան առաջ անգամ եմ տեսնում, դահուկներ։ Էս ինչ։ Էս ինչ հաշիվա։ Երեք անգամ են վարչապետի գավաթի մասնակից են եղել։ Բայց այդ գավաթներ, վարչապետի գավաթ չունեք դեռ։ Այս գավաթները իսկական է, այսինքն նկատի ունեմ, դահուկները նոր են, թե։ Չէ, նոր չեն, դահուկավախի մարզական կենտրոն ունենք։ Շատ լավ է, շատ լավ է, շատ լավ է։ Սուշչովի են։ Դելի, խորթային, պուճուր-մուճուր։ Դաշտը հատուկ ոչ թե հետինե ծածկույթով են կարել իրանց գրելով, այլ արել են խոտ։ Շատ լավ։ Բայց էլի կծառայ։ Հանդերսարանը։ Ստեղ փաստորեն լոգասենյակի հնարավորություն էլ ա եղել, ինչ էլի շատ լավ է։ Դուք շարունակեք։ Քանի աշակերտներ դպրոցում? 403 աշակերտ։ Քանի ուսուցիչներ։ 26 ուսուցիչ, 44 աշխատակից, 26 ուսուցիչներից 12-ը կամավոր են անցել, 7-ը տարածքում։ Այսինքն կամավոր ատեստատված բավականին մեծ թվով ուսուցիչներ ունեն։ Ինչքան չէ։ 12 ուսուցիչ կամավոր Կամավոր 7-ը ատեստատված։ տարածքում են։ Շատ լավ։ Շատ լավ։ Ընդհանուր 26 ուսուցիչ ունեք, որից 12-ը։ 12-ը կամավոր, որից 7-ն էլ տարածքում։ 612,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ ունի։ Բարև ձեզ։ Էս ինչ շատ գավաթներով, դիպլոմներով, հավաստագրերով դպրոց է։ Ուսուցչանոց, բարև ձեզ հարգելի ուսուցիչներ։ Իմացանք, որ դպրոցի ուսուցիչների մեծ մասը կամ ատեստավորված է կամ տարակարգ ունի, շատ շնորհակալ ենք, գնահատում ենք ձեր ջանքը։ Իմացանք, որ մյուսներն էլ առաջիկայում այդ նույնը անելու են։ Լավ է, հարմար է աշխատել նորոգված դպրոցում։ Ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ երեխաներ, ո՞նց եք, նստեք։ Ինչ դասա, տեխնոլոգիա։ Բարև ձեզ։ Լավ եք, ձեզ դուր գալիս է ձեր նոր դպրոցը։ Շատ ապրեք։
Բարև ձեզ։ Ինչպես եք, նստեք։ Բարև ձեզ։ Այս սարքերը օգտագործում եք, հա, սովորել եք, հարմարվել եք սարքերին։ Աշխատում է։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Ինչպես եք։ Շնորհակալություն։ Ես ինչ հարուստ կաբինետ ունեք։ Լավ։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսի գերեցիկ կաբինետներ պատկերեք համալավարացել հագեցված։ Աշակերտները հետաքրքրված են սարքերով։ Հիմա իսկապես բնագիտական առարկաները իրաց համար սենց հետաքրքրության Ճիշտ է։ առարկայի դարձել, մինչև այդ որ չունեինք։ Պետք է խոստովանել, որ բնագիտական առարկաները առանց սարքերի ինքը դժվար է, այսինքն իրան պետք է ինչ-որ ձևով ներգրավելու, այո, հնարավորություն։ Այսինքն խաղի, փորձի էլեմենտը շատ կարևոր է։ Այ անգամ են մոդելները Ես։ հնդիկներով, որ հավաքում են ատոմները, իրանց համար այդ դառնում է մի հատ հրաշք։ Շատ շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ։ Ես էլ շատ ապրել։ Էս էլ պահեստային մասա, որ տեղավոր եք, չէ՞, դասերից հետո։ Շատ լավ է։ Լավ է, պարոն Խաչատրյան, Տիկին Անդրեասյան, պարոն Բաղդանյան, այս նորոգման ծրագիրը գնալով ավելի շատ է դուրս գալիս։ Լավ է, որ սենց որոշում ենք կայացրել։ Բարև ձեզ։ Լավ եք։ Կա ակտիվություն գրադարանում, իսկ այս սենյակը ինչ է։ Հա, էլի գրադարանի։ Հա, իրոք։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Չէ, ուրախանում ենք մենք։ Ես իմ կանխատեսումը զգացողություն ունենա, որ իրոք մարդը բանից կարող է նոր միտում սկսի դեպի ընթերցանությունը, որովհետև այդ տեխնոլոգիա բանից հեռուստատեսություն, ինտերնետ, կախվածությունից մարդը սկսում է բանը լինել, հոգնել իրան ինչ որ մի բան է պետք։ Ու ընթերցանությունը կարող լավ ակտիվանա։ Ես թվաց թե գաղտնի բանն եք ասելու նախարար։ Ուր բարձրանանք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Նստեք երեխաներ։ Ինչի դաս է։ Հա, շատ կարևոր։ Շոկ չի ժողովուրդ։ Բա ինչի չեն կամ պատուհան բացում, կամ բան անում։ Շոկ չի։ Բացեք, որ շոկ է։ Կարևոր է որ տաքը լինի, շոկ պետք չինի։ Ձեզ դուր գալիս է, պարզ է որ շոկից նեղված եք, բայց ընդհանուր մնացած մասով ձեզ դուր գալիս է, նորոգված դպրոց։ Շատ ապրեք։ Պարոն տնօրեն, դուք չեք կարգավորում ջեռուցումը։ Շոկ է դասացում։ Պատուհանները փակա դրա։ Բայց պատուհանները եթե բացելու կարիք կա, ավելի լավ է ջեռուցումը թույլ։ Բարև ձեզ։ Նստեք երեխաներ։ Ինչի դաս է։ Welcome dear Prime Minister. Thank you. Նստեք։ Լավ եք։ Լավ եք զգում ձեր նոր դպրոցում։ Իանալի։ Լավ եք։ Եվ շատ շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ։ Դե հիմա նկատի ունեմ վերև առանձնահատուկ բան կա տեսնել։ Հա, համակարգչային սենյակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք խնդրեմ, բարև ձեզ։ Էլի անգլերենի դասա։ Լավ եք, ձեզ դուր գալիս է դպրոցում նոր։
Մի քիչ շոկ է ձեր դպրոցը, բայց ընդհանուր առմամբ լավ եղեք։ Շնորհավորում եմ։ Լավ սանհանգույցը։ Բարև ձեզ երեխաներ, բարև ձեզ նստեք, բարև ձեզ, ինչ դաս է, շատ լավ գիտեք ռուսերեն, լավ եք սովորում, պետք է օտար լեզուներ շատ սովորեն, ասացված կգիտենք, չէ, քանի լեզու գիտես, իրապետում եք գործին, ձեզ դուր գալիս է ձեր նորոգված, ոչ թե նոր, շատ լավ, շնորհավորում եմ։ Բարև ձեզ երեխաներ, լավ եք, ինչ դաս է, Հայոց լեզվի։ նստեք խնդրեմ, լավ եք, զգում ձեր նորոգված դպրոցում, շնորհավորում եմ, լավ եք։ Պատմեն չեն ավարտվել դասերը, բայց երեխեքը որ տեսա ճանապարհից աչքից դասից փախել էին։ Ահա, բարև ձեզ։ Նոր են սարքավորումները ամբողջը։ Իսկ 3D պրինտերին տիրապետում եք։ Ահա, ինչ եք սարքել։ Դե արդեն առաջին նմուշները որ կան, այդ նշանակում արդեն գործիք հետ սկսել եք աշխատել։ Շատ լավ։ Սիրում են երեխեքը։ Շատ լավ։ Շնորհակալ ենք, լավ եղեք։ Դաշտը, ֆուտբոլի դաշտը։ Միանշանակ, չի կարող այլ կերպ լինի պարզապես։ Այստեղ էլ կարելի է իհարկե գույներ անել։ Հետագայում նկատի ունենանք, եթե ինչ-որ բան ներկում ենք, մի քիչ գույն մտցնենք, էլի թող բազմագույն լինի։ Բայց ինչի ֆուտբոլը դադարեցրիք։ Մենք եկել ենք նայենք ոնց եք խաղում։ Հələ խաղացեք, շարունակեք խաղը, շարունակեք։ Շարունակեք խաղը։ Բարև երեխեք, լավ եք, ֆուտբոլ եք պարապում, հաշիվն ինչ է, հաշիվը ինչ է, չեք հետևում խաղեն, շատ ապրեք, շատ լավ է, շատ լավ է, հա, հոյակապա,
Շատ լավ, ասցինք խաղացեք, բայց դուք այս կողմից, այս կողմ եկաք, ձեզ ողջունենք ու գնանք։ Շնորհավորում եմ ձեր նոր դաշտը փաստացի։ Լավ է, դուրա գարես ձեզ խաղալ ստեղ։ Հաջողություն եմ մաղթում։ Լավ եղեք։ Հա տեսեք, ասենք այս հատվածներում, որ գունավոր ելներ, ավելի լավ կլներ։ Հետագայում պետք է նկատի ունեմ։ Շատ ապրեք։ Այնտեղ որտեղ հնարավոր է գույն, պետք է գույն դնել, անպայման։ Ընդ որում տարբեր։ Կարելի է շատ մեծ բան չի։ Կարա մի հատ դիզայներ նայ գույների հաջորդականությունը ունեք, հա։ Հատ մի րոպե մարդկանց հաջող ասենք։ Թող գաստե մոտիկ կանգնի։ Ժողովուրդ ջան, գրաֆիկից ահա որ հետ ենք ժամ ու կես, պետք է գնանք կներեք։ Դե բանետ եմ ասում։ Եկել եմ։ Նորմալ։ Ուղղակի գրաֆիկից հետ եմ մարդիկ շատ ժամ ու կես։ Ես էլ ձեզանից եմ Մի րոպե Սերգո Բարունյան։ Համեցեք եղբայր, համեցեք։ Ես 60 տարի ավտոկրան եմ քշել, ժողովրդին պետք է մեջը։ Ավտոկրանը թողեի ծախեցի, դիմեցի մի 10 հատ հորթեր աղա, փոքր հորթեր։ Էդ որ թվին։ Պահեցի, մեզացրի, շինեցի ամենքը 200 կիլո միս։ Որտե տանմի չի կարում ծախել։ Մեր պարոն քաղաքապետ երիտասարդ ուրեն մի շնորհտես մի կերպ ծախեցի։ Նորմալ գնով ծախեցի։ Պահի։ Պահի չի կարում ծախի։ Դե որովհետև պահելը մի խնդիր է, ծախելը երկրորդ խնդիր է։ Հիմա Պահելը շատ դժվար է։ Հիմա չէ, եղբայր, տեսեք։ Հիմա մենք օրինակ գալիս ենք գյուղատնտեսական շատ տեղեր ենք մտնում, օրինակ ֆերմա ենք մտնում։ Ֆերմա ենք մտնում, որտեղ ծախելու խնդիր չկա։ Ջերմոց ենք մտնում, որտեղ ծախելու խնդիր չկա։ Չէ, նկատի ունեմ վաճառքը ինքը առանձին աշխատանք է, որը պետքա ճիշտ շղթայի մեջ դնել եւ մեր խնդիրն ինչ է, պարոն Պապոյանը ստեղ է, էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ խոսում էինք, որ այդ սխեմաները նաեւ գյուղացիների հետ հաղորդակցության մեջ մենք ճիշտ դասավորենք, որովհետեւ հնարավոր ջունտամ որ գյուղացին կարենա պայ 87 տարեկան եմ, պայի մեծացրի Եթե չոքներ չի կարա ծախ։ Դե բա իրա գործն էլ օգնելն է, որ ծախես։ Կարևոր ինչ ենք կռիվանում, պետք է ծախել ենք։ Ազատ։ Գինը, մի րոպե։ Կան մի բազար դեմս կդրմեր, մի պիժոյի մեկը, գալիս էր ասում իրավունք չունես։ Արգնա։ Որովհետև Ժողովուրդ ջան, այդ մի քիչ ուրիշ այդտեղ
սննդի անվտանգության խնդիր կա, ստանդարտներ կա, այն 60 տարվա առաջվա ձևերը էլ չեն աշխատում։ Հիմա աշխարհը ուրիշ է, որովհետև որևէ մեկը, որ ուզում է իր երեխու համար մի կիլո միս առնի, ուզում է համոզված լինի, որ այդ միսը նորմալ պայմաններում պահվել է, նորմալ պայմաններում մորթվել է, նորմալ պայմաններում տեղափոխվել է խանութ, խանութում նորմալ պայմաններում պահվել է։ Այն ժամանակ հա ես էլ եմ արել, բանը ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում էինք եւ այլն, գառը, բայց հիմա մարդիկ փոխվում են։ Մարդ էլ տենց միս չի ուզում առնի, մարդը ուզում է առնի միս, որ համոզված լինի իր երեխեն ուտելու է եւ որևէ խնդիր չկա։ Եվ այն միսը, որը բան է արվում, որը սենց հաճեցվում է, դե ասում, ինքը վաճառքի խնդրեմ չունի, ընդհակառակը խնդրում են իրան, որ գան վաճառեն, գալիս վերցնում տանում են։ Հիմա մենք դրա համար նաեւ մեր նախընտրական ծրագրում 50 խելացի անասնագոմերի բան ենք նախագիծ ենք ներդրել եւ տոհմային կենթանիների տեսակարար կշիռը մեծացնելու այդ ձեր ասածը ես հիմա ինչ որ ասում եմ մի քիչ կարող է գրական լեզվով եմ ասում բայց ձեր ասածը թարգմանած ասում եմ թե մենք ինչ ենք անում եւ ոնց ենք պատկերացնում ձեր խնդրի ասած լուծումը դե այն բոլոր դեպքերում Երբ որ չի վաճառվի, պարոն Միքայելյանը այդ գործով կզբաղվի։ Նորմալ գին տվել են մսին, նորմալ գին տվել են։ Դե 1000 դրամով միսը տվել եմ, 3000 դրամով։ 3000 ժողովուրդը տարել է, թարմից նոր տարին տարել է։ Խնդիր ունի։ Կլուծենք։ Մեկի հետ մեկ էլ ներքին քաղցի բանը եկեղեցու ճանապարհը։ Էդ էլ կլուծենք։ Կարևոր բան է։ Եղբայր, տենց հարց չկա, որ ասեք կա, մենք ասենք չէ, որ չենք լուծում։ Հերթով։ Մենակ մի պայման կա։ Շատ կարևոր է, որ այ դուք, ես չգիտեմ ձեզնից ով տնտեսվարող չի, բայց բոլորդ էլ հաստատ որևէ բան առնում եք խանութից։ Դրա համար մի պայմանանք, ամեն բան առնելիս, թեկուզ մի տուփ աղ առնելիս պետք է ՀԴՄ կտրոն ուզեք։ Այ ՀԴՄ կտրոնը կուզեք, ճամփեն էլ կկառուցենք, գոյուղին էլ կանենք, էմուշ ճամփեն էլ կկառուցենք եւ ամեն ինչը կանենք։ Միակ բանը պայմանը է դա, որ առևտուր անելիս Այդ գիտեք ինչից է, որ հələ չի է։ Նախորդ շրջանում հիշում եք, որ ՀԴՄ ընդհանրապես չեք վերցրել։ Այ դա դրանից է։ Հիմա հարց ունեմ ես։ Համեցեք։ Տեղյակ ենք, որ զենքեր եք առնում մեր հանրիկի անվտանգության համար։ Հնդկաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից շատ լավ է գովասանք է, բայց մեր հայրենական գիտությանը մատերիալանքը նայում։ Ով ասում։ Ես YouTube-ի ալիքներ դուք նայում եք։ Տիկին Անդրեասյան։ Մեր գիտությանը չեք ուշադրություն։ Մի րոպե, Տիկին Անդրեասյան։ Մի հատ այստեղ պնդում ունենք գիտության մասին։ Ուրեմն 2018 թվից 17 թվի համեմատ գիտության ֆինանսավորումը քանի անգամ ավելացել։ 218 մի րոպե, 17 թվից մինչև մի գիտության ֆինանսավորումը ավելացել է 280%-ով։ Գիտնականների աշխատավարձը 21 թվից մինչև 300-400%-ով աշխատավարձ է։ Աշխատավարձ տվեք մեր արդյունքի համար, ինչ եք նստած։ Արդյունքի մի րոպե։ Գիտությունների ակադեմիայի նստած աշխատավարձ է։ Մի րոպե, սպասեք։ Հիմա արդյունքի համար ռազմարտունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետության ռազմարտունաբերական համալիրը նախորդ 3 տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել եւ առաջիկայում էլ եւ ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք թե տեղական արտադրության ինչ զենքեր կա որոնց մասին այդ ամեն ինչը գիտության ֆինանսավորման արդյունք ինչու են YouTube-ի ալիքով մենք նայում ենք Հակոբ Ադամյանը իրականորոշ հետ թողեց 2 տարի լացան թողեն գնացին։ Այն բանը Մեհրաբյանը ասեց 10 անգամ դիմել եմ իս դեր չեն կանգնում։ Հարգելի, ես չեմ կարող ասեմ, ես կարող եմ ասել մի բան։ Մի րոպե ես կասեմ։ Ուրեմն հարյուրավոր երիտասարդներ այսօր Հայաստանում գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը ավելացել է ինչքանով։ Ավելի քան 600-ով։ 600 նոր գիտնական է, երիտասարդ գիտնական է մտել գիտության մեջ։ Գիտության ֆինանսավորումը
280% աշխատավարձը գիտական ոլորտի Բաներ կա մենք միջև չենք տենը վերևել է։ Մենք բաներ կա մենք չենք։ չէ ես դրա մասին ասում եմ միջև 400%-ը Գիտական խորհուրդ ստեղծեք, որ ես նորարարություն ունեմ, մտեմ գիտական խորհուրդ։ գիտական խորհուրդ կա Նախարարի մոտ մտեմ ինչ անեմ։ գիտական խորհուրդ կա գիտական ասում եմ ամսի մեր գիտության արդյունքները ամսի 28-ին համեցեք հանրապետության հրապարակ կտեսնեք թե Հայաստանի գիտությունը այդ թվում ռազմարտունաբերության ոլորտում ինչ հաջողություններ է գնացինք Ջորջ ջան պետք է գնանք Դեպքը շատ լավ է, չէ՞, սարքվել է։ Այսպես մոտ նայում ես կներեք, էլի։ Էլի մեր մանկապարտեզն է։ 52 թիվ։ ՀԴՄ-ները կսարքեն, ՀԴՄ-ները։ Ինչքան, ուրեմն մի րոպե։ Կարամի մերախոսի մեզ ցույց տա ես իշխան եմ առել։ Մի րոպե։ Ինչքան ձեր գյուղում չսարքած բան կա, դրա պատճառը մենակ այնա, որ տասնյակ տարիներով առևտուրը առել ենք, ՀԴՄ-ն չենք ուզում։ Դե հիմի բա դրա համար չէ, բա դրա համար ինչ ասում եք, չէ, մի րոպե, բա դրա համար ինչ ասում եք, կսարքենք, կլուծենք, կկառուցենք, կնորոգենք, կվերականգնենք, ամեն ինչ։ Լավ է։ Ես մեր մանկայանն ինչ ելնելու կասի։ Սարքվելու է։ Ջրերը սա գետի մեջ են էլի։ Սարքվելու է։ Շատ լավ։ Լավ, եղավ։ Կսպասենք։ Առայժմ։ Լուծվել է հարցը։ Չգնամ բա։ Բարի ճանապարհ եք։ Նենց է շատ ուշացել եք։ Լավ է։ Պարոն Միքայելյանն ասում էր ընդամենը, որ նախորդ հրազդանի այցին մի կին մոտեցել էր խնդիրներով եւ այդ խնդիրները